Սեպտեմբերի 2-ին սերմը ցանել ենք ու տեսեք ինչ բերք ենք ստանում։ Մինչև տարվա վերջ բերքը փուլային կհավաքեն ու կհանեն շուկա։ Սերմից ընդամենը 2 ամսում բերքի հասնող լոբու այս տեսակն առանձնանում է արագաճով ու բարձր բերքատվությամբ։ Մատաղաշ լոբիներն են իրանք։ Ժողովրդի մեջ տարածված է վարյոնկա անունով էս լոբի։ Ջերմատանը լոլիկից լոբու մշակության են անցել փորձնական մոտ 1000 քառակուսի մետրի վրա։ Մշակաբույսի փոփոխության պատճառը հարավամերիկյան ցեցն էր, որը սնվում է մորմազգի բույսերի տերևներով, իսկ ջերմատնից այն առանց քիմիական նյութերի հեռացնելու լավագույն տարբերակն ըստ փորձառու գյուղատնտեսի ցանքաշրջանառությունն է, այսինքն նույն տարածքում մշակաբույսի փոփոխությունը։ Մշակելով լոբի, որը բաղդազգի մշակաբույս է ու միակ մշակաբույսն է, որը մշակում են ջերմատան ներսում, որ հարստացնում է հողը ազոտով։ Այնպես չի, որ լոբու խնամքը հեշտ է կամ էլ վնասատու չունի։ Ոստայնատիզն ու ականող ճանճը գրեթե միշտ հանդիպում են, եւ եթե դրանց դեմ ժամանակին ճիշտ պայքարի միջոցներ չկիրառվեն, արդյունքն այսպիսին չի լինի։ Սակայն նոր սերնդի ջերմատունը բույսին տալիս է անհրաժեշտ ջերմություն ու խոնավություն, իսկ վնասատուներին տարբեր միջոցներով վերահսկելու հնարավորություն։ Արդյունքում ստացվում է մինչև 2 մետր բարձրությամբ առողջ ու կանաչ սաղարթով այսպիսի թուփ, որը տալիս է 4-ից 5 կիլոգրամ, երբեմն էլ ավելի շատ բերք։ Էլի ինքը ծաղկում է բերքա տալու, հեսա ծաղկա կոկոնները։ Էլի ծաղկելու է մինչև դեկտեմբեր, պահելու ենք բույսը, հետո հունվարի 10-ից 15-ից արդեն նոր բույս ենք դնելու։ Քանի որ ջերմատնային մշակության առաջին տարին է, դեռ վաղ է եկամտաբերության մասին խոսելը, առավել ևս, որ լոբու պահանջարկը սեզոնային է։ Ներկայումս ջերմատնից կիլոգրամը տանում են 400-ից 450 դրամով, իսկ վերավաճառողները գնորդներին առաջարկում են գրեթե կրկնակի գնով։ Շուկայում 500 կամ 550 դրամ, իսկ Երևանում վաճառակետերում 700 կամ 750 մոտավոր էլի։ Անկախ նրանից, որքան ժամանակակից է ջերմատունը, բարձր արդյունք ստանալը հնարավոր է միայն մասնագիտական խորհրդատվությամբ, եւ հենց այստեղ է կարևորվում բանիմաց ու պատասխանատու գյուղատնտեսի եւ ոլորտի մյուս մասնագետների դերը։ Եթե աշխատողները ջերմատան ներսում ճիշտ աշխատանք չկատարեն, գյուղատնտեսի խորհրդատվությունը զրոյական է դառնում արդեն, արդյունք չի լինելու։ Հարավամերիկյան ցեցի դեմ պայքարից տնտեսության համար նոր հնարավորություն ստեղծած Անդրանիկ Երվանդյանն ասում է. դժվարություններն անխուսափելի են, պարզապես պետք է փորփրել, ուսումնասիրել եւ շարունակել աճել գործում։ Ցանկացած խնդրի դեպքում լուծում կա, ուղղակի պետք է այդ լուծմանը հասնելու համար մի քիչ ավելի շատ աշխատեն, մի քիչ ավելի շատ սովորեն ու լուծումը կգտնեն։ Վերջնական արդյունքին են սպասում, եթե հույսերն արդարացվեն, հաջորդ տարի մշակության ծավալը կմեծացնեն։ Ծաղկանուշ Միրզոյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։